Աջ չէ, ձախ։ Հայաստանի վարչապետի տեղը Կարմիր հրապարակում Ռուսաստանի նախագահից 6 մարդ հեռավորության վրա է, Բելարուսի նախագահի կողքին։ Ու ոչինչ, որ հաճախ նույն առվով չեն հոսում Փաշինյանի ու Լուկաշենկոյի ջրերը։ Հայաստանի վարչապետն անգամ խոստացել է չայցելել Բելարուս, քանի Բելարուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Կարմիր հրապարակից մեզ հասած կադրերում երևում է, որ Բելարուսի նախագահը ինչ-որ անպատասխան տեքստ է ասում Փաշինյանի ականջին։ Տանտիրոջ Ռուսաստանի նախագահի հատուկ հյուրը Չինաստանի նախագահն է։ Պուտինը Սին է ուղեկցում Կարմիր հրապարակ հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսից րոպեներ առաջ։ Внимание! Говорит и показывает Москва. Երբ խոսում է Մոսկվան, աղոթում է Վենեսուելայի նախագահը, թե ինչու գիտի թերևս միայն ինքը։ Կարմիր հրապարակում ներկա մոտ 2500 մարդկանցից։ Կարմիր հրապարակ է մտնում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ Գերագույն հրամանատարին զեկուցում, զորահանդեսը սկսելու ժամանակն է։ Ավելի քան 30 միավոր ռազմական տեխնիկա է ցուցադրում Ռուսաստանը։ Հայտնի Տրիումֆի, Սկանդերի, Յարսի, Հիացինթկայի, Մալվայի, Տորնադո S-ի, TOS-2-ի, Տոսոչկայի կողքին առաջին անգամ հրապարակ են մտնում Օրլան 10, Օրլան 30, Զալան, Լանցետ 51, Լանցետ 52 և Գարպիա անոթաչու թռչող սարքերը։ Աշխարհը ցնցած նաև միջուկային հարվածների ընդունակ օրեշնիկ հրթիռը չի մտնում Կարմիր հրապարակ։ Հավանաբար բացառիկ զենքը գանձարանում են պահում, հետո էլ սա այն դեպքն է, երբ չեն գրոհում անգամ գրոհիչ ինքնաթիռները, օրինակ հարձակվող Սու-25-երը շքերթի գեղագիտական մասն են ապահովում։ Շքերթով հրապարակը կտրում անցնում են 11,000-ից ավելի զինծառայող, ավելի քան 1500-ը հատուկ ռազմական գործողությունների մասնակիցներ։ Ռուսաստանից բացի ևս 13 երկրի զորախմբեր են անցնում Կարմիր հրապարակով, անգամ Վիետնամի, Եգիպտոսի, Չինաստանի, Լաոսի, Մոնղոլիայի, Մյանմարի զինված ուժերի ներկայացուցիչները։ Պուտինն անգամ չի կարողանում համբերատար սպասել, որ բոլոր բարձրաստիճան զինվորականները հավուր պատշաճի պատվի առնեն իրեն։ Նոր ողջունեն քաղաքացիական ձևով։ Հայկական զորախումբ չկա Կարմիր հրապարակում քայլողների մեջ։ Պաշտոնական Երևանը հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի շքերթին մասնակցում է կեպի գավրոշ դրած վարչապետի դեմքով։ Հայ ժողովուրդը ներկայացված է վետերաններով։ Ողջ առողջ 31 հայ վետերաններից Կարմիր հրապարակ են հասել 102-ամյա Ռոզալիա Աբգարյանն ու Խաչիկ Հովակիմյանը, 100-ամյա Վոլոդիա Գսպոյանն ու Ներսես Սիմոնյանը։ Ռուսաստանում չեն մոռացել, որ ամեն 5-րդ հայաստանցին կռվել է հայրենական պատերազմում, հայկական 6 դիվիզիա է ձևավորվել։ Այդ դիվիզիաներից մեկը, Թամանյանը, Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ հասել է Բեռլին, դրել երկրորդ աշխարհամարտի վերջակետը։ 200,000 հայ զինվոր է զոհվել հայրենական մեծ պատերազմում։ Հայաստանը տվել է 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և 1 ծովակալ։ Իդեպ և 5 մարշալները և ծովակալ Իսակովը Արցախից են, որ այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Մայիսինի հաղթական շքերթին մասնակցելու հրավեր է ստացել մոտ 3 տասնյակ երկրի ղեկավար, որոշները մերժել են Պուտինի հրավերը։ Ադրբեջանի նախագահ Ալիևը Մոսկվա չի եկել պատճառաբանելով, թե հոր Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված միջոցառումներ ունի կազմակերպած։ 7 երկրի նախագահ ու Հայաստանի վարչապետն են պարտաճանաչ ընդունել հրավերը։ Փաշինյանը մեկնելուց առաջ հայտարարել է, որ այսպիսի միջոցառումները շփումների լավ հնարավորություն են, բաց թողնելը ճիշտ չէ։ Նիկոլ Վովայևիչ, շնորհակալ եմ այցի համար, կապի մեջ կլինենք։ Ճիշտ է, Փաշինյանի մոսկովյան այցը բուռն շփումներով աչքի չի ընկնում, արկածներն են անպակաս։ Сейчас мы видим главу Азербайджана, премьера Армении, прошу прощения։ Ռուսաստանի պետական հեռուստաընկերության հաղորդավարը Փաշինյանին սխալմամբ անվանել է Ադրբեջանի նախագահ, հետո ներողություն խնդրել։